Բակրատ, ներքաղաքական իրադրությունը ինչ փուլում է։ Ենթադրում եմ երկրաշարժը ինչ որ փոփոխություն մտցրած կլինի։ Անշուշտ որ երկրաշարժը, որովհետև օրագարկը հանգարձակի օրեն ասենք այսպես ասես ջեղկեց։ Օրագարկի բնական ընթացքը հանգարձակի օրեն ջեղկեց եւ ինք քերազանցող նյութ դարձավ բոլոր նյութերը վեր։ Բայց անգե անտին դակավին Իստանբուլի քաղաքապետի փանդարգության խնդիրը որոշ լարվածության պատճառ է եւ ժողովրդահանրապետական կուսակցությունը, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է, այլևս սկսած է հանրահավաքներ կազմակերպել մեծ մասնակցություններով։ Եվ շատ ուշագրավ երևույթ է, որ նախորդ կիրակի այդ հանրահավաքներեն մեկը գայացավ Յոզգադ քաղաքի մեջ, այդ քաղաքը հետադիմական թիմակիցով ծանոթ է եւ այսօրվա իշխող կուսակցությունը ցայներու 75% կնվաճեր այդ քաղաքի մեջ, իսկ ընդդիմադիր ժողովրդահանրապետությունները 2%, բայց անոնք հանդգնեցան այդ տեսակի թիմակից բարձող քաղաքի մեջ ցույց կազմակերպելու եւ ահռելի մեծ մասնակցություն տեղի ունեցավ, շատ ցնցիչ պատկեր էր բոլորին համար, ոչ ոք կգործեր թե այդպիսի արձագանք դուրս կգա այդ քաղաքեն, ընդհակառակը շատեր հիմարություն համարեցին այդ քաղաքի մեջ, այսօրվա գրոնամետ իշխանության այդ կան զորակցող քաղաքին մեջ նման փողոքի ցույց կազմակերպել անգամ, բայց բարձրացավ, որ ճիշտ խաղապար է եղել, ճիշտ որոշում է եղել եւ արդյունքն համապատասխան դուրս եկավ։ Բակրատ, ինչով կբացատրեք վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցների ընդգծված հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Ես չեմ նկատել այդ աստիճանի ընդգծված հետաքրքրություն, որովհետեւ կարծես թե այս նյութը հատկապես իշխանամետ մամուլի կողմէ զանցանված անդեսված նյութի մը վերածված է եւ ընդդիմադիրներն ընդհանրապես մենց հետաքրքրություն չունին Հայաստանի հետ ընթացող քաղաքականության հանդեպ չեն հարցնել թե ինչ կանցնի, ինչ կդառնա, շատ ավելի մեծ ուշադրություն կա օրինակի համար Սուրիա անցուդարձերու նկատմամբ, վերջերս Կիպրոսի խնդիրներու նկատմամբ, որովհետև կենտրոնական Ասիա 3 հանրապետություններ որոշեցին դեսպանատուն ունենալ Կիպրոսի մեջ, ինչ որ Թուրքիա հանրապետության համար շատ լուրջ հարված համարվեցավ, սկանդալային բնույթով հարված համարվեցավ այդ որոշումը, որովհետև գիտեք Կիպրոսի հյուսիսային Ստամբուլի հետ կապը այսօր այդպես լալով հանդերձ այդ հանրապետությունները ջանքցան Կիպրոսի պետությունը եւ Թուրքիա մեջ շատ լուրջ ընդվզումի պատճառ դարձավ թուրքական մեկնաբանությունով իբրև թե Եվրոմիության 14 միլիարդ եվրոյանոց ներդրումի փոխարենը եղավ այս մեկը, բայց ես կգարձեմ թե ավելի մեծ խնդիրներ կան Թուրքիան հետ դա ավելի մեգուսացման կացող երկրի երևույթը կբարձր այս բանում։ Դե Թուրքիայի ներքին խնդիրներն արդեն մեծ Էրդողանի համար մեծ արգելք են ստեղծել, չէ՞, Եվրոպայի հետ շփումներում։ Այո, վերջերս Eurofighter գոչված գործանիչ ինքնաթիռներ պիտի քներ Թուրքիան եւ Գերմանիան այդ համաձայնությունը վետոյի մատնեց բարձրապես Իստանբուլի քաղաքապետին փանդարգված զլավուն պատճառով։ Վերադառնալով թուրքական լրատվամիջոցների ակտիվությանը, օրինակ Հայաստանի արտգործնախարարի հետ եղավ բավականին ընդարձակ հարցազրույց։ Ինչ տարածում ստացավ բուն Թուրքիայում դա։ Դժբախտաբար օրագարկի մեծ բաժին չունեցավ այդ հարցազրույցը,
Մինակ հետաքրքիր որոշ զանգվածի ուշադրությունը գրավեց, որոնք մեկ-երկու մեկնաբանությունով անդրադարձան այս նյութին, բայց մեծ ուշադրության դժբախտաբար չարժանացավ։ Այսինքն պետք է ենթադրել, որ հայ-թուրքական օրակարգը այժմ այնքան էլ առաջնային չէ գոնե Թուրքիայի համար։ Այո, ճիշտ այդպես, այդ է որ գսեմ։ Ավելի ճիշտը միգուցե գրնար Թուրքիայի համար առաջնահերթ լան, բայց Թուրքիան դակավին Փերանին գնայի Բաքուի վարչության, թե անոնք ինչ պիտի ասեն եւ առանց անոնց հավակնության քայլը առնելու ի վիճակի չերևիր։ Դե հայտնի է Բաքվի թիվ 1 մտահոգությունը, դա հայ-թուրքական սահմանի բացումը կլինի։ Այդպես կլինի, որովհետև ոչ միայն Բաքուն, այլ Թուրքիան սրտանց ուզեցին, որ Հայաստանը շրջափակումի մեջ բահեն դակավին, ինչ որ 30 տարի առաջ սահման փակելով, երկաթուղի անցագետը փակելով կործատրել սկսած էին, անոնք պիտուզեն, որ անոր համար է, որ գահամարին Զանգեզուրի միջանց խոլովելու, այո, խոլովել փայը պիտի կործածեմ այստեղ, Զանգեզուրի միջանց գհոլովեն, որովհետև Հայաստանը առհավետ շրջափակման մեջ բահեն։